Աֆղանստանում երկու տասնամյակ տևած պատերազմի ընթացքում, որը ավարտվեց 2021 թվականի օգոստոսին, ԱՄՆ ծովային հետևակայինների համար աֆղանական համայնքների առաջնորդների հետ հանդիպումները արտասովոր երևույթ չէին։ Վիրջինիայում ծովային հետևակի ազգային թանգարանի երկու նոր ցուցասրահները նվիրված են ամերիկացի զինվորականներին, որոնք ծառայել են Աֆղանստանում և Իրաքում։ Այստեղ ոչ թե պարզապես թանգարանային նմուշներ են, այլ պատմության խոսուն արտեֆակտներ։ Յուրաքանչյուր ցուցանմուշ փոխանցում է այդ պատմության մի մասունքը։ Մենք փորձել ենք ներկայացնել ոչ թե 20-ամյա պատերազմի ժամանակագրությունը, այլ պատերազմում ծառայած տղամարդկանց և կանանց ոգեշնչող պատմությունները։ Այս ցուցասրահը ընդգրկում է Աֆղանստանում ԱՄՆ ծովային հետևակի 20 տարվա ներգրավվածությունը, սկսած 2001 թվականի նոյեմբերին տեղի ունեցած առաջին ցամաքային մարտերից մինչև 2021 թվականի օգոստոսին Քաբուլի օդանավակայանում Էբբի Գեյթի այս լուսանկարը, որը խորհրդանշում է Աֆղանստանում ամերիկյան ներկայության ավարտը։ Սկզբում շատ դժվար էր, զինվորականներից շատերը դեմ էին, որ իրենց պատմությունները հանրայնացվեն, քանի որ չէին ուզում անհարկի ուշադրություն գրավել։ Նրանք չէին ցանկանում հերոսի կերպարով թանգարանում ներկայանալ։ Ցուցասրահներում ներկայացված են հազարավոր նմուշներ, այդ թվում զոհված ծովային հետևակայինների համազգեստներն ու անձնական իրերը, որոնք ծառայել են Վիետնամի պատերազմի ավարտից մինչև Իրաքի և Աֆղանստանի գործողությունները։ Թանգարանի ղեկավարությունը սերտորեն համագործակցել է ամերիկացի զինծառայողների հետ նրանց ազդեցիկ պատմությունները պատշաճ ներկայացնելու համար։ Շատ տպավորիչ էր այն տեխնիկան, որը ծովային հետևակայիններն օգտագործել են կյանքեր փրկելու համար, ինչպես այս ականապաշտպան ամենագնացը։ Կարևորը ոչ միայն կիսվել Աֆղանստանում ծառայածների պատմություններով, այլև մարդկանց կրթել նրանց ծառայության մասին, ասում է թանգարանի տնօրենը։ Միացյալ Նահանգներում բանակը բաղկացած է բացառապես կամավորներից և զինված ուժերում ծառայածների մասնաբաժինը շատ փոքր է, ուստի մեր նպատակներից մեկը ծովային հետևակի պատմությունը ներկայացնելն է, հասարակության քաղաքացիական և ռազմական հատվածների միջև անջրպետը հաղթահարելու համար։ Գենթրին նշում է, որ ցուցադրության նպատակն է ոգեշնչել գալիք սերնդի տղամարդկանց ու կանանց համալրել ծովային հետևակայինների շարքերը։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն,